Երբ խոսում ենք զինվորի մասին, բոլորս նույն զգացումն ենք ունենում՝ հպարտություն, անհանգստություն և աղոթք, որ նա ապահով տուն վերադառնա։ Այդ օրերին բոլորս հասկանում ենք, թե որքան կարևոր է նա։ Հասկանում ենք, թե ինչ պատասխանատվություն է կրում իր ուսերին և որքան ուժ է պահանջվում այդ ճանապարհն անցնելու համար։ Բայց երբ նա վերադառնում է տուն, երբ համազգեստը փոխարինվում է առօրյա հագուստով, երբ սահմանը մնում է ետևում, երբեմն մոռանում ենք այն զգացմունքները, որ ունեցել էինք նրա ծառայության օրերին։ Բայց իրականում նա նույն մարդն է, նույն տղան, որի համար աղոթում էինք, նույն տղամարդը, որի վերադարձի օրերն էինք հաշվում։ Պարզապես նրա ծառայությունը փոխել է իր ձևը։ Սահմանին նա պաշտպանում էր հայրենիքը զենքով, իսկ այսօր շարունակում է պաշտպանել իր ընտանիքը, իր պատասխանատվությամբ, իր աշխատանքով, իր հոգատարությամբ և իր ներկայությամբ։ Նա շարունակում է կրել նույն առաքելությունը՝ լինել հենարան, լինել պաշտպան, լինել այն մարդը, որի վրա ընտանիքը կարող է հենվել դժվար պահերին։ Գուցե իրական գնահատանքը ոչ թե միայն նրան սպասելն է, այլ նրա վերադարձից հետո էլ չմոռանալը, թե ով է նա և ինչ արժեք ունի մեր կյանքում։ Որովհետև իսկական պաշտպանները միայն սահմանին չեն լինում, նրանք նաև յուրաքանչյուրիս տանն են, առանց շքանշանների, բայց նույն պատասխանատվությամբ, նույն ուժով և նույն նվիրումով։